Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես ուզում եմ երկու արձանագրում անել, մեկը, որ Հայաստանը ավտորիտար պետություն է, եկեք սա իսկապես բոլորս գիտակցենք, արձանագրենք, որտեղ եթե սա մենք չենք անում, մեզ սխալ ճանապարհով է տանել։ Հայաստանի իշխանությունների համար գոյություն չունի Հայաստանի սահմանություն, գոյություն չունի Հայաստանի օրենքներ։ Նրանք անում են ինչ ուզում են։ Եվ այս վերջի շրջանի դերի ունեցած դրան նախորդող շրջանի բոլորը գալիս են գոչելու, որ իսկապես Հայաստանը այսօր ավտորիտար պետություն է։ Եկեք սա արձանագրենք։ Մեր ժողովուրդը սա պետք է գիտակցի, որովհետեւ հետագային ինչ որ արվելու է, լսելու ենք, տեսնելու ենք, ոչ զարմանանք, ոչ ապշենք, ասենք ոնց եղավ, այդպես է լինելու, որովհետեւ մենք ապրում ենք ավտորիտար իշխանության ներքո։ Այս իրավիճակին իհարկե տարբեր մեկնաբաններ, քաղաքագետներ, տարբեր անվանումներ են տալիս օկուպացիոն ռեժիմ եւ այն, այդ բոլորը ընդունելի է, այսինքն դեղավորվում է, էլի, այս դրամապանության մեջ։ Այնպես որ անկախ ձևակերպումներից ուղղակի գիտենք արձանագրենք օկուպացիոն ռեժիմի ժամանակ էլ սահմանություն չի հարկվում, օրենքներ չեն հարկվում, հիմա ուզում եք օկուպացիոն գոչեք, ուզում եք ավտորիտար գոչեք, Հակերուսի համացումը, փաստ է, որ այսօր մենք սահմանություն, օրենքներ իշխանությունների կողմից չի հարկվում, մենք իսկապես ավտորիտար փուլում ենք։ Սա պետք է մեր հիմնական direct ուղենիշը լինի, որովհետեւ ժողովուրդը ինքը կողմնորոշվի, թե ինչ է իրենից սպասում, ինչ պետք է անի այս իրավիճակը փոխելու համար։ Սա մի արձանագրում։ Երկրորդ արձանագրումը, որ ուզում եմ անել, դա հետևյալն է։ Նայեք, այս բոլորի հիմքում սանկցիա իրադարձություն, որ շվեցրեք, բացեք մի քիչ շերտերը հետ գնաք, կտեսնեք, որ այս բոլորը գալիս անկում է Արցախի խնդրին։ Նայեք, Փաշինյանը Արցախը հանձնել է Ադրբեջանին։ Սա հեշտ է ասել ու անցնելը, բայց Փաշինյանը հայկական լեռնաշխարհի ամենահայկական հողագտորը հանձնել է Ադրբեջանին։ Նայեք, քրիստոնյաներս մենք ծնվում ենք այսպես կոչված սկզբնական մեղքով, չէ, գալիս է Ադամ եւ Ավից, մգրտություն ենք ստանում, որպես այդ մեղքը մեր վրայից հանդի։ Այս 18 թվականից հետո Փաշինյանի սկզբնական մեղքը Ղարաբաղի հանձնումն է։ Մի անցնի իր սխալների արդյունքում, մտածված չմտածված էական չի, Փաշինյանը Արցախը հանձնել է Ադրբեջանին, ամենահայկական հողագտորը, հազարամյակներով հայերով ապրված, երբեք Ադրբեջանի կազմում չեղած հողագտորը, անկախ Ադրբեջանի նկատի ունեմ, հանձնել է Ադրբեջանին։ Սա Փաշինյանի իր իշխանության սկզբնական մեղքն է, եկեք սա չմոռանանք։ Եվ սրանից Փաշինյանը մգրտություն չունի, սրա մգրտությունը չկա, որ այս մեղքը իր վրայից հանվի։ Միակ իր ելքը, իր մգրտությունը իր իշխանության մնալն է։ Նայեք, այսօր մենք պայքարում ենք միջանցքի դեմ, սահմանություն փոխելու դեմ, Մինսկի խմբի չեղարկման դեմ, այդ բոլորի դեմ մի արդյունավետ պայքար կա, Արցախի հարցը կենթանի պահելով։ Ի հեճուկս Փաշինյանի Արցախի հարցը փակված չի։ Ես սա էմոցիոնալ դեսանգնից չեմ ասում։ Գիտեք, որ Արցախի խորհրդարանը 2003 թվականի վերջերին ստեղծեց մի հանձնախումբ, որ պետք է պաշտպանի արցախական իրավունքները միջազգային տարբերակներում։ Այս հանձնախմբի անդամներից մեկը նաև ես։ Եվ այս երկու տարվա մեր կոորդինատորության արդյունքն է, որ ես ձեզ ասում եմ, այսօր միջազգային հանրության համար Արցախի հարցը փակված չի։ Այնքան ժամանակ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգային երաշխիքներով իրենց տները վերադառնալու հարցը օրակարգային խնդիր չի քննարկվում, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չի։ Սա պետք է լինի մեր պայքարի հիմնական ուղենիշը։ Հավատացեք, այս հարցի մասին խոսելով, բարձրացնելով, մենք միայն կարողանանք պայքարել այդ նույն հարակից խնդիրների, այդ բոլորը հետևանքներ են։ Կորիդորներ համարտում փոխելն է, գիտեք, Մինսկի խմբն է, միջազգային իրավաբանի դատարաններից ուրեմն ընդունված օրենքների չեղարկումը, այդ բոլորը հետևանքներ են։ Այսօր դրանց դեմ պայքարելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի հարցը, Արցախի հարցը կենթանի պահելն է ճիշտ ձևակերպումով։ Այնքան ժամանակ, որ Լեռնային Ղարաբաղի 150,000 եւ ավելին երևի դրանց մինչեւ վերադարձի հարցը իրավունք միջազգային երաշխիքներով օրակարգային խնդիր չի, դա չի քննարկվում, Արցախի հարցը փակված համարելը դա միայն Փաշինյանի ուղերում է։ Ես կարծում եմ Ադրբեջանն էլ դա լավ գիտի։ Միջազգային հանրությունը միանշանակ այս հարցում աջակցում է։ Ես նորից մեր հանցանքի արդյունքներից եմ ասում, կա
Արտադրության միջազգային թատրոնի որոշումը, որ բացատրում է Ադրբեջանին ուրեմն ապահովի Արցախայցյան վերադարձը։ Գա Եվրոպա խորհրդարանի երկու որոշում 24 թվականին ընդունված, որտեղ նույնն է ասում, վերջերս Շվեյցարիայի խորհրդարանի որոշում, որ արդեն դրամատում է պրոցեդուրա, ֆորում, որտեղ պետք է Ղարաբաղի ներկայացուցիչները եւ Ադրբեջանի ներկայացուցիչները նստեն խոսեն իրենց վերադարձի մասին եւ հավատացեք այս բոլորը միջազգային շատ լուրջ աջակցություն ունի, այնպես որ սա պետք է լինի մեր հիմնական գրավականը, սրա մասին պետք է խոսել, Արցախի հարցը ի հեճուկս Փաշինյանի գոյություն ունի, արկա է, կենթանի է եւ դա մեր կողմից պետք է հետապնդվի, նայեք հետ Փաշինյանական շրջանում, ես ձեզ ամենապատասխանատվությամբ ասում, հարցը պատրաստ է, ցանկացած ազգային իշխանություն դա կարող է վերցնել եւ բերել բանակցային օրագարկ, կա դրա իրավական հիմքը, կա դրա ուրեմն քաղաքական հիմքը Եվրոպա խորհրդարանի որոշումով կա նրա պրոցեդուրային հիմքերը եւ սա ունի շատ լայն միջազգային աջակցություն, այնպես որ Լեռնային Ղարաբաղի հարցը իր ժողովրդի վերադարձի խնդիրը այսօր ակտուալ խնդիր է, օրագարկային խնդիր է եւ հետ Փաշինյանական իշխանության համար սա այն հարցն է, որ մի անգամից պատրաստ կարող է վերցնի եւ բերի բանակցային օրագարկ։